Մասնագիտական գործունեության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր։ Ինչպես է իրականացվում կրեդիտավորման գործընթացը։ Ավագ բուժաշխատողները եւ միջին բուժաշխատողները կարող են կրեդիտներ կուտակել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ արտերկրում, մասնակցելով կրեդիտավորված միջոցառումների։ Երբ եւ ով կարող է դիմել առաջին անգամ մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու եւ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար։ Հունիսի 15-ից արդեն մեկնարկել է առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու նպատակով հավաստագրման գործընթացը։ Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր կարող են ստանալ 2018-ից 2022 թվականներին կլինիկական օրդինատուրան ավարտած ավագ բուժաշխատողները եւ 2018-ից 2022 թվականներին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած միջին բուժաշխատողները։ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն արձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելով հայտը գիծ փաստաթղթերով։ Ինչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել առաջին անգամ մասնագիտական գործունեության իրավունքը գրանցելու եւ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար։ Ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկ։ Լրացված հայտ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստը հաստատող պետական նմուշի փաստաթղթի պատճենը, օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տրված եզրակացություն կամ կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի պատճենը, մագիստրատուրայի դիպլոմի պատճենը, հետբուհական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի պատճենը, օտարերկրյա ուսումնական հաստատությունն ավարտելու դեպքում հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի Հայաստանի օրենսդրությամբ տրված եզրակացություն կամ կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման Հայաստանի միջազգային պայմանագրի պատճենը։ Փաստաթղթերը կարելի է ներկայացնել արձեռն կամ հավաստագիր շնիկ NIH.am էլեկտրոնային հասցեով։